Իսկի կուլի ավանդությունը Կիրգիզական հեքիաթ Վաղուց այնքան վաղուց, որ մարդիկ մոռացել են, թե այդ երբ է եղել, մի հին քաղաք է գոյություն ունեցել։ Քաղաքի դիմաց զառիթափ լեռան վրա մի դղյակ կար։ Խոր անդունդներն ու մռայլ կիրճերը 4 կողմից շրջապատում էին այդ դղյակը։ Ասում են, դղյակի տերը մի հզոր խան է եղել։ Խանը հռչակվել էր ոչ միայն իր հարստությամբ, այլև դաժանությամբ։ Օր չէր անցնում, որ խանի հպատակներից մեկը զոհ չգնար այդ դաժան մարդուն։ Չնետվեր խավար բանտը։ Խանը չնայած ծեր էր, բայց շատ վավաշոտ։ Օրերից մի օր խանը լսում է, որ մի աղքատ քոչվոր չտեսնված գեղեցիկ աղջիկ ունի։ Նա որոշում է ինչ էլ լինի, տիրանալ այդ աղջկան։ Աղջիկը ապրում էր մի փոքրիկ այլում։ Այն գտնվում էր հսկա լեռան ստորոտում, գետի ափին։ Շատ նշանավոր ջիգիտներ ցանկանում են գրավել գեղեցկուհու սիրտը, բայց նա բոլորին էլ մերժում է և ամենաքաջ ու նշանավոր ջիգիտների ամուսնության առաջարկին պատասխանում է, թե ուրիշին է սիրում։ Բայց թե ում էր սիրում աղջիկը, ոչ ոք չի իմանում։ Ասենք ինքն էլ չգիտեր, թե ում է սիրում։ Միայն այն էր հիշում, որ մի օր առավոտ վաղ, երբ արևը նոր էր իր շողերը գցել հեռավոր լեռների գագաթներին, նրա դեմ հանդիման մի գեղեցիկ ջիգիթ էր հայտնվել, իր սպիտակ ձին հեծած, գրկել էր իրեն ու շատ բարձր ճախրել օդում։ Նա հիշում էր, թե ինչպես փոթորկի արագությամբ իրենք սլանում էին անհաս բարձունքում, հետո կանգ են առնում հավերժական ձյունով ծածկված լեռան կատարին, ինչպես է ջիգիթը ամուր գրկում իրեն և համբուրում, իսկ հրաժեշտ տալիս հանում է մատանին ու դնելով աղջկա մատին ասում է. «Ես շուտով կգամ, մատանին երբեք մատիցդ չհանես, և իմացիր, քանի այդ մատանին մոտդ է, երբեք քեզ դժբախտություն չի պատահի»։ Այդ ժամանակից շատ օրեր են անցնում, բայց գեղեցիկ ջիգիթը այդպես էլ չի գալիս։ Երբ խանի խնամախոսները հարուստ ընծաներով աղջկա մոտ են գալիս և նրան առաջարկում են ամուսնանալ խանի հետ, նա շատ բարկացած վերադարձնում է նվերներն ու ասում. «Ես ուրիշին եմ սիրում, և նրանից բացի ուրիշի կին չեմ դառնա»։ Այս ասելով աղջիկը գնում է լեռները այն հույսով, թե նորից կհանդիպի իր հրաշք ձիավորին և նրա պաշտպանությունը կխնդրի, բայց նա իզուր էր փնտրում ու ձայն տալիս իր սիրեցյալին։ Շուրջը ամայի էր և միայն արձագանքն էր նրան պատասխան բերում։ Եվ հենց այստեղ էլ անսպասելի նկատում է, որ մատանին չկա։ Նա լաց լինելով գնում է տուն, բայց հենց տուն է մտնում, թե չէ, նրան շրջապատում են զինված ձիավորները, բռնում են ու մի մռայլ կիրճի խորքն են քարշ տալիս։ Երբ նրան բաց են թողնում և հեռացնում են աչքերի կապը, 4 կողմը կախարդական հարստություն ու ճոխություն է տեսնում և հասկանում է, որ խանի ձեռքն է ընկել, գտնվում է նրա անիծված դղյակում, որտեղից փախչելը անհնար էր։ Եվ աղջիկը մտածում է, որ ավելի լավ է մեռնել, քան դառնալ խանի կինը։ Աղջկա գեղեցկությունն ու ջահելությունը բոլորովին խելքից հանում են ծեր խանին։ Նա իր գերուհուն շրջապատում է անասելի ճոխությամբ ու հարստությամբ, բայց ոչինչ չի կարողանում ազդել այդ համառ աղջկա վրա։ Նա մնում է անդրդվելի։ «Ես ուրիշին եմ սիրում, և քոնը երբեք չեմ լինի», այսպես է միշտ պատասխանում խանին աղջիկը։ Խանը տեսնում է, որ համոզելով չի կարող, կատաղում է, և նա որոշում է ուժով տիրել աղջկան, քանի որ նվերներով չէր կարողանում։ Խանը նորից է գալիս աղջկա մոտ և սիրո փոխարեն առաջարկում է նույնիսկ ազատություն։ «Ես ուրիշին եմ սիրում», այսպես նույն պատասխանն է տալիս աղջիկը։ Կատաղի գազանի նման խանը հարձակվում է աղջկա վրա, բայց նա վազում է դեպի բաց լուսամուտը։ «Խան, ես քոնը երբեք չեմ լինի», և անիծելով խանին, աղջիկը լուսամուտից նետվում է ցած։
Հենց այդ պահին էլ ցնցվում են խանի դղյակի անառիկ պատերը, փուլ են գալիս գրանիտե կամարներն ու քարուքանդ լինում, և դրա տակից մի պայծառ աղբյուր է բխում։ Ջուրը կամաց բարձրանում է ու ծածկում է խանի դղյակի ավերակները, բայց էլի կանգ չի առնում, մինչև չի ծածկում հսկա հովիտը։ Խանի չարագուշակ դղյակի տեղում, լերկ ու սև ժայռերի մեջ, սկսում է ծփալ երկնքի պես կապույտ ու ջինջ, աղջկա սրտի պես տաք ու հմայիչ լեռնային մի լիճ, որի անունը մարդիկ Իսիկ կուլ են դնում։ Ամռան լուռ երեկոներին, երբ արևը իջնում է լեռների ետևը, լճի արծաթափայլ ջրերի խորքում, մինչև հիմա էլ կարելի է նկատել խանի հեքիաթային դղյակի ավերակները, որտեղից եթե լավ ականջ դնեք, դեռ լսվում է աղջկա տխուր երգի ձայնը։